Հայ առաքելական եկեղեցին ապրիլի 5-ին Սուրբ Զատիկը, ապրիլի 4-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվել է ճրագալույցի Սուրբ Պատարագ, որով ազդարարվում է Քրիստոսի հրաշափառ ավետիսը։ Ներկրված սերմացուն, ինչպես նաև պարարտանյութն ու դիզվառելիքը արդեն հասցել են համայնքներ, թվերը վկայում են ցանքատարածությունները Շիրակի մարզում ավելացել են 3000 հեկտարով։ Հաղթանակի մարաթոնի խորհրդանիշի հանձնման հանդիսավորությունը Գյումրիում հաղթանակի 70-ամյակին նվիրված այս խորհրդանիշը հայ սահմանապահները հանձնել են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Հայաստանի Հանրապետությունում սահմանապահ վարչության ներկայացուցիչների։ Ցեղասպանության տարիներին մեծ է եղել նաև բժիշկների կորուստը Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ցեղասպանությունը և բժիշկները թեմայով դասախոսություն է կարդացել Ցեղասպանություն թանգարանի ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։ Ստեփանակերտում մեկնարկել են ճանապարհների ընթացիկ բարեկարգման աշխատանքները, առաջիկա ամիսներին վարորդները ղեկին ավելի հանգիստ կլինեն։ Հաղթանակ 15-2 հաշվով Հայաստանի ֆուտզալի առաջնության հերթական խաղում Գյումրին ընդունել էր Հրազդանի Հրազդան թիմին։ Քրիստոս հայրավի մեռելոց օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Ահա այս ավետիսով ավարտվում է մեծ պահքը։ Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում երեկոյան մատուցվել է ճրագալույցի Սուրբ Պատարագ, որով ազդարարվում է Քրիստոսի հրաշափառ հարության ավետիսը։ Ճրագալույցի Սուրբ Պատարագ տարին 2 անգամ մատուցվում Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին։ Ճրագալույց նշանակում է ճրագ, մոմ լուսանել, այսինքն վառել։ Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագները իրենց հետ տուն են տանում, այն խորհրդանշում է աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը։
Ավակ շաբաթը Քրիստոսի չարչարանքն է, որը այսօր շաբաթը արդեն զադիկ է կոչվում, զադիկ շաբաթ է լինում այսօրվա օրը, զադիկ ասենք փեգություն, առաջի զադիկը կատարեց Պովսես Մարգարեն, իսրայելացիներին ազատեց, և զադիկը կատարեց դժոխքն ավերստեն մեր Հիսուս Քրիստոս, հոգիները ազատեց և մեզի հավերենական կյանք պարգևեց։ Այդ է խորհուրդը այսօրվա։ Սույը կարող ես երկու առաջ Այսօր պետք է պատրաստել վարդություն, պետք է այսօր ուտես արդեն։ Արդեն պետք է ծուն ուտես։ Ավանդությունը միշտ էլ ժողովուրդը փլավով են թիմավորել ծնունդը և զադիկը։ Կարաս փլավ ուտի, որտև այսօր նավակատիս է, չի կարելի այսօր միս ուտել, պետք է փլավ ուտես և ցուկ։ Փլավ կենեն, չամճով ուտեն, որովհետև Հիսուս Քրիստոսը որի համբարձվի Յոթատ ներկել ենք շաբթի օրը բոլոր ստանատավներով կելին, հիմա արդեն պատրաստում ենք ներկել ենք արդեն։ Մենք կարել ենք բրնձով փլավե, կանաչի տապակած, ձուկ է։ Հենց ժամը 5-ից հետո սկսում է մեր Սուրբ Զատիկը ըստ ավանդության Սուրբ Զատկին ձուկն ենք եփում, բրինձով չամիչով փլավն ենք պատրաստում, կանաչեղեններ ենք տարբեր տեսակի սարքում։ Շարունակում ենք թողարկումը ապրիլի 4-ին Լենինականի սահմանապատժոկատում տեղի ունեցել հաղթանակի մարաթոնի խորհրդանիշի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված այս խորհրդանիշը հայ սահմանապահները հանձնել են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Հայաստանի Հանրապետությունում սահմանապահ վարչության ներկայացուցիչներին։ Մինչ այդ ապրիլի 2-ին Զվարթնոց օդանավակայանում հաղթանակի մարաթոնի խորհրդանշական գավաթը փոխանցվել էր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերին։ Խորհրդանշական գավաթն անցել է հայ-վրացական սահմանի երկայնքով։ Հաղթանակի մարաթոնի անցկացման որոշումն ընդունվել է դեռևս 2012 թվականին։ Նպատակը ԱՊՀ երկրների միասնականության և պատմական բարեկամության ամրապնդումն է ի հիշատակարան դեմ ֆաշիզմի մղված հերոսական պայքարի։ Էստաֆետայի ավանդույթը նաև մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության ու ավագների կողմից մարտական սովորույթների փոխանցմանն է ուղղված։ Война содержит лицо ужасов. Победа содержит доброе лицо
И эта функция легла на весь советский народ, на все 15 республик Советского Союза, которые дали ожесточенное сопротивление гитлеровской Германии. Հաղթանակի մարաթոնը խորհրդան շողգավաթի տեղափոխման մեկնարկը տրվել է փետրվարի 2-ից միանգամից 2 ուղղությամբ։ Առաջինը մեկնարկել է բելարուսական Բրեստից ու բռնել Ռուսաստանի Դաշնության ճանապարհը։ Խորհրդանիշը կտրել անցել է բոլոր այն տարածքներով, որտեղ թեժ թշնամու դեմ։ Յալթա, Կերտ, Սևաստոպոլ, Սիմֆերոպոլ և այլուր։ Երկրորդ երթուղու մասնակիցները մեկնարկել են Մուրմանսկից։ Благодаря этому крепнет дружба, крепнет уверенность, крепнет взаимопонимание и все остальные хорошие качества нашего народа. Լենինականի սահմանապատժոկատում տեղի ունեցավ էստաֆետայի խորհրդանիշի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Հայ սահմանապանները հանձնեցին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Հայաստանի Հանրապետությունում սահմանապահ վարչության ներկայացուցիչներին։ Сегодня нам выпала честь принимать эстафету победы. Символ эстафеты победы на участке Ленинаканского краснознаменного пограничного отряда. Вот уже третий раз это осуществляется здесь, на этой земле, и в третий раз в соответствии с принятой традицией эта эстафета проходит по приграничным населенным пунктам, по государственной границе. Ապրիլի 4-ից 7-ը էստաֆետային խումբը կանցնի հայ թուրքական և հայ իրանական պետական սահմաններով, իսկ արդեն ապրիլի 7-ին կլքի Հայաստանի Հանրապետության տարածքը ու կհանձնվի Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Կարելիայի Հանրապետության սահմանապահ ներկայացուցիչներին։ Ըստ նախատեսվածի հաղթանակի մարաթոնը մայիսի 28-ին կավարտվի Մոսկվայի Պոկլոննայա բլրին գտնվող հուշահամալիրում։ Ալաբաղդասարյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։ Ցեղասպանության տարիներին մեծ է եղել նաև բժիշկների կորուստը։ Հստակ թվեր չկան, բայց ցեղասպանություն թանգարան ինստիտուտի տնօրենը փաստաթղթերով և լուսանկարներով ապացուցել է, որ փառահեղ բժիշկներ են ունեցել, որոնք մյուս մտավորականների հետ սպանդի են ենթարկվել։ Հերացու անվան պետական բժշկական համալսարանում
Հայկ Դեմոյան այսօր դասախոսություն է կարդացել ցեղասպանությունը եւ բժիշկները թեմայով եւ տեղեկացրել, որ վերջին տարիներին մեծ քանակությամբ նյութ է հավաքել։ Կոստանդնուպոլսի Սուրբ Փրկիչ հիվանդանոցն է կառուցվել է 1812 թվականին Հարություն Պեշչյանի հովանավորությամբ։ Այն այսօր էլ առողջապահական ճանաչված կենտրոն է։ Ընդհանրապես Արևմտյան Հայաստանում հիվանդանոցները շատ էին, իսկ հայ բժիշկները լավագույններից։ Ունեցել ենք փայլուն բժշկական անձնակազմ, այնքան նշանավոր, որ նույնիսկ սուլթանական կայսերական բժիշկներ եղել են հայ, զինվորական բժիշկները նույնիսկ քրիստոնյաներին արգելելու պարագայում եղել են հայեր։ Ցեղասպանության տարիներին մյուս մտավորականների հետ շատ բժիշկներ կոտորվեցին, կոնկրետ թիվ չկա, ասում է Հայկ Դեմոյանը, սակայն բազմաթիվ փաստաթղթեր ու լուսանկարներ կան հարուստ նյութ ուսումնասիրության համար։ Թեման անսպառ է, շատ լուսանկարներ առաջին անգամ են ցուցադրելու, նաև բժիշկների համար նորություն կլինի։ Մինչև Եղեռնը ու դրանից հետո էլ հայ բժիշկները միություն են ունեցել 5-ից 6 բժշկական պարբերական հրատարակել։ Այդ ամենի մասին լուսանկարներով ու փաստաթղթերով Հայկ Դեմոյանը ցեղասպանությունն ու բժշկությունը թեմայով դասախոսություն է կարդում, ասում է, շատ լուսանկարներ չեն ցուցադրվում, Թուրքի դաշնությունը սահման չի ճանաչել։ Սարսափելի է երեխաներին, թե ինչպես են բամբակ հավաքելու մանգաղներով ուղղակի ջրերը կտրել։ Մենք Կիլիկիայի կոտորածներից ունենք հարյուրավոր լուսանկարներ։ Այնքան դաժան է եղել մարդու վերաբերմունքը մարդուն, դա նկարագրություն եմ ասում օդարների։ Եվ երեկոր Կիլիկիայի դեպքերը նաև անվանեցին հոլոկոստ։ Օտարազգի բժիշկների շատերը սարսափազդու տեսարաններին չեն դիմացել, ինքնասպանության փորձ են արել, շոկից դուրս գալուց հետո հայացեր դարձել։ Կարողացան փրկել հազարավոր որբերի և վերստեղծել ազգը նորից։ Հայերին կոտորելու համար երիտուրքերը նրանց հիմնականում թուրքական տերմիններով էին պիտակավորում, այդ մասին վերապրողներ նորագրերում էին գրում։ Հայերը միկրոբներ են, հայերը հիվանդություն տարածող առնետներ են, հայերը բակտերիաներ պետք է վերացվի։ Այս վուլգար տերմինոլոգիան շրջանառության մեջ դրվեց ցեղասպանություն իրագործելու ընթացքում։ Բժշկական համալսարանի ռեկտորը թեման կարևոր է համարում, ասում է, այնտեղ կգտնի բուհի դասացանկում։ Կզարգանա այն գիտությունը, որը կոչվում է բժշկության պատմություն։ Ազնիվ Կարապետյան, Վահե Եղազարյան, Արտյոմ Պողոսյան, այսօր։ Ցեղասպանություն ու բժիշկները թեմայով դասախոսության մասնակիցները այցելել են Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցի, որի բակում կանգնեցվել է ցեղասպանության զոհերի հիշատակի
ոսկի նվիրված խաչքար։ Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի անձնակազմի ջանքերով։ Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում ևս մեկ խաչքար տեղադրվեց։ Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Արմենի ձեռամբ և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի օրհնությամբ խաչքարն օծվեց սրբալույս մյուրոնով։ Այն խորհրդանշում է Սուրբ Հոգին։ Նախքան օծումը Սաղմոսների երգեցողության ներքո խաչքարը լվացվել է նախ ջրով, ապա գինով։ Կենտրոնում Քրիստոսի խաչելության խորհրդանիշ խաչ, հավերժության նշաններ, խաչքարագործության բազմադարի ավանդույթներն անփոփոխ հուշակոթողի քանդակագործը Արմեն Համբարձումյանն է։ Խաչքարը նվիրված է ցեղասպանության զոհերի հիշատակին, նահատակների հոգու փրկության և խաղաղության համար հոգեհանգստի կարգ կատարվեց։ Ապրիլ 23-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Վիապար Հայրապետի նախագահությամբ պետք է սրբադասվեն մեր նահատակները, ուրեմն սրբերի համար մենք հոգեհանգիստ չենք կատարել այլևս։ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հայրերը դիմել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնին, որի տնօրեն Արամ Մինասյանը սիրով պատրաստակամություն էր հայտնել աջակցելու խաչքարի տեղադրմանը։ Մենք վաղուց ուզում ենք մեր եկեղեցում ունենալ եղերգի զոհերին նվիրված հուշարձան խաչքար։ Մենք 1580 աշխատող ունենք, 1580 աշխատողի կողմից է արվել։ Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցին օծվել է 2000 թվականի ապրիլի 30-ին Գարեգին երկրորդ վեհապար հայրապետի ձեռամբ։ Այս տարի հավատացյալները կտոնեն եկեղեցու օծման 15-ամյակը։ Այդ առիթով եկեղեցու բակում կտեղադրվի նաև Սուրբ Սարգսի հիշատակին նվիրված խաչքար։ Լուիզա Սուքյասյան, Վահե Եղիազարյան, Աշոտ Սարգսյան, այսօր։ Սան Սեբաստյանի կինոն և մարդու իրավունքները 13-րդ փառատոնի շրջանակում հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը կհիշատակվի թուրք ռեժիսոր Ֆաթի Ակնի «Սպին» ֆիլմի ցուցադրությամբ։ Ցուցադրություններին հաջորդող քննարկումներին փորձագետներից բացի կմասնակցի նաև իսպանացի հայտնի լրագրող
Խոսե Անտոնիոն Կուրիատոնը հայեր մոռաց ցեղասպանություն գրքի հեղինակը Միացյալ Նահանգների Հավայի նահանգի սենատը հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել և ապրիլի 24-ը հայտարարել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Ինչպես հաղորդում է ասպարեզ.com-ը, բանաձևում մասնավորապես ասվում է. Սենատը միանում է ներկայացուցիչների տանը Հավայի ամերիկա-հայկական համայնքին և համայն հայության ամբողջ աշխարհում ճանաչելով և հարգանքի տուրք մատուցելով նրանց, ովքեր սպանվել և հետապնդումների են ենթարկվել հայոց ցեղասպանության ժամանակ և կոչ է անում մարդկանց ամբողջ աշխարհում երբևէ չմոռանալ մարդկության դեմ գործված այդ դժնդակ հանցագործությունները։ Միացյալ Նահանգների Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի իշխող և ընդդիմադիր կուսակցությունների անդամները համատեղ նամակ են հղել նախագահ Բարակ Օբամային, կոչ անելով վերջինիս ապրիլ 24-յան իր ուղերձում, ինչպես հարկն է հայտարարել, որ հայոց ցեղասպանությունը ցեղասպանության հստակ դեպք է, տեղեկացնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը։ Օբամային ուղղված նամակը նախաձեռնել են ներկայացուցիչների տան հայկական հանձնախմբի համանախագահներ Ռոբերտ Դոլդը և Ֆրենք Փալոնը։ Ավելի վաղ նույն բովանդակ մի նամակ էլ սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Քորի Գարթների նախաձեռնությամբ Միացյալ Նահանգների նախագահին հղել էին սենատորները։ Շարունակում ենք թողարկումը Արցախի մայրաքաղաքում մեկնարկել են ճանապարհների ընթացիկ բարեկարգման աշխատանքները։ Տևական ժամանակ քաղաքի երթևեկությանը խոչընդոտող քայքայված ասֆալտից հիմա ոչինչ չի մնացել։ Առաջիկա ամիսներին վարորդները ղեկին ավելի հանգիստ կլինեն։ Ուշադիր հետապարատրանսպորտային նշաններին ու երթևեկությանը, թե ուշադիր լինել ու շրջանցել փոսը Ստեփանակերտի կենտրոնական հատվածը երթևեկության համար դեռ նախընտրելի չէ։ Քաղաքային իշխանությունները խնդրի նոր կանոն փոխարեն արդարացված են համարում փոսալցման աշխատանքների ուշացումը, որակ խոստացող շինարարը տեղում առատ եղանակներին ասֆալտապատման աշխատանքներ չի կատարում։ Չի կարելի, պետք է հին ասֆալտն է գետին, ասֆալտն է տաք լինի վիճակը, որպեսզի նոր հետ կարենք համակցենք։ Եղանակային բարենպաստ պայմանների պարագայում շինարարներն արդեն գծանշումներ են կատարել։ Առաջին աշխատանքները Շահումյանի անվան պուրակի հարևանությամբ ծանրաբեռնված փողոցի ասֆալտածածկը հնամաշ է։ Մեկնարկել են հերթական վերանորոգման աշխատանքները։ Որոշել ենք ամենավթարային անանցանելի ճանապարհահատվածները փոսային աշխատանքների նորոգումներ իրականացնել։ Աշխատանքներ շինարարները նաև ազատամարտիկների փողոցում են նախատեսում
իսկ Վազգեն Սարգսյան փողոցում ջրմուղ կոյուղի համայնքային կազմակերպությունը կոյուղու ցանցի սպասարկման նոր դիտահորեր է տեղադրում։ Հետագա շարժումը վերափոխում տեղադրում է նոր ավելի կայուն Փոսալցման ու ասֆալտապատման աշխատանքներից առաջ վարորդները շարունակում են դիմել սեփական հնարամտության ու հնարավորինս շրջանցել փոսերը։ Շինարարության պայմաններում օգնության են հասնում ճանապարհային ոստիկաններն ու կարգավորում դժվարանցանելի հատվածների երթևեկությունը։ Հատվածներով ճանապարհները եթե փակվելով աշխատանքը վերջացնենք, հետո դեն շարունակական Մարդկային ու տեխնիկական ուժեր և մինչև ապրիլի 24-ը շինարարներն ավարտին են հասցնելու մայրաքաղաքի կենտրոնական ճանապարհահատվածի վերանորոգումը։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ աշխատանքներ են իրականացվելու նաև Ստեփանակերտի հուշահամալիր տանող ավտոճանապարհին։ 2015 թվականի գյուղատնտեսական իրականացման նպատակով արտերկրից Հայաստան է ներմուծվել 1013 տոննա գարնանացան գարու, առաջին վերարտադրության 5275 տոննա եգիպտացորենի, 5924 տոննա կապուտ արվույտի և 247825 տոննա կորնգանի սերմացու։ Կառավարությունն այս տարի ևս խմբականակը մատչելի գնով հատկացրել է գյուղացիական տնտեսություններին։ Ներկրված սերմացուն, ինչպես նաև պարարտանյութն ու դիզվառելիքը արդեն հասել են համայնքներ։ Շիրակի մարզում գարնանային գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը ոչինչ չի խանգարում։ Գյուղացին սերմացու էլ ունի, պարարտանյութ էլ, դիզվառելիք էլ։ Մնում է եղանակը կայունանա, որ գյուղացին կարողանա վարուցանք սկսել։ Կառավարության աջակցությունը ևս հասել է աշխվել համայնքներին։ Ընդհանուր քանակությամբ կազմել է մոտ 190 տոննա, ուրեմն գնված գարին 65 տոննա կորնգան և 1 տոննա արվույթ։ Այս քանակությունը լրիվությամբ արդեն բաշխվել է համայնքներին։ 1 կիլոգրամ գարու արժեքը 130 դրամ է, 1 կիլոգրամ կորնգանի արժեքը 370 դրամ, 1 կիլոգրամ արվույթի արժեքը 1500 դրամ։ Շուկայում գարնանացան գարու գինը, այն որ զտած աղտանած ինչ-որ մենք տալիս ենք, մինիմումը 170 դրամի սահմաններից ցած չի, բայց տրվում է 130 դրամով։ Կորնգանի արժեքը շուկայում հիմա 600 դրամ է, տրվում է 370 դրամով։ 1 կիլոգրամ արվույթի, այն արվույթը, որ սերմը մենք ստանում ենք, մաքրած, հատիկը մաքրված, աղտանված, դրա արժեքը շուկայում մինիմում 2000-ից 2500 դրամ է, պետությունը տալիս է 1500 դրամով։ Այսինքն
այս մասում նորից աջակցություն կա, որպեսզի գումարները նորից հավաքագրվեն, նորից գնվի բարձրորակ սերմացու, դա ուրեմն գարու կորնգանի կամ ցորենի տեսքով նորից աշնանը հիմա գարնանացան ավարտից հետո նաև այդ գումարների տեսքով գնվի աշնանը նորից իրականացվի Գարնանացան գարու սերմացուի գնման համար համայնքները պարտաճանաչ վճարումները կատարել են Շիրակի մարզն այս կտրվածքով պարտք չունի։ Շուկայականից զգալիորեն էժան սերմացու ձեռք բերելու արդյունավետությունը մարզի շատ համայնքներում զգալի է։ Գյուղացին գոհ է և սերմի արժեքից և որակից Մովսես Մանուկյանն ասում է, սրանով պայմանավորված էլ մարզում 3000 հեկտարով ավելացել են ցանքատարածությունները։ Նախորդ տարի 2013-ին ծրագրում 1300 տոննա աշնանացան ցորերին բարձրորակ սերմացու, իսկ 14 թվականին տվել են 1900 տոննա, շուրջ 600 տոննա մի տարվա ընթացքում աճ է գրանցվել։ Դիտարկումները սկսել ենք, ուրեմն նաև մի երկու կամ երեկվա կամ տեղումները բավականին օգնեցին աշնանացանի վեգետացիան սկսելու 10-ից 15 օր հետո աշնանացանը ակտիվ սկսի աշխատել։ Շիրակի մարզը սակայն պարտքեր ունի կուտակած աշնանացան ցորենի մասով, պարտքը 2012-ից գալիս ասում է մինչև 2014 թվական։ Համայնքները 24 միլիոն դրամի մուծումներ ունեն կատարելու։ Կառավարության որոշմամբ պարտքերի մարման վերջնաժամկետ է սահմանվել ընթացիկ տարվա ապրիլի 1-ը։ Վճարում են արել 10%-ի չեն արել, համայնքներ ունենք, որ 10%-ն արել, 9%-ի չեն արել, կամ 50-50-ի հարաբերակցությամբ մուծումներ, այսինքն չկա մի համայնք, որ մուծում չի արել, այս պայդրությամբ Բացի գարնանացան գարու ծրագրի շրջանակներում տրամադրված սերմացուից գյուղացիական տնտեսություններին անվճար գարու սերմացու էլ է բաժանվել։ Այն տրվել է 2014-ի կարգտահարությունից տուժած համայնքներին։ Այն սերմացուի մնացորդը, որ մնացել էր մեր պահեսներում, դա անվճար տրամադրվեց, որը հիմա իրականացվում է ուրեմն գարնանացան, դա մոտ 560 տոննա գարնանացան գարու անվճար տրամադրումը եղավ կարգտից տուժված համայնքներին, մոտ 40 տոննա արվույթի, կորնգանի և եգիպտացորենի սերմացու։ Ազոտական պարտանյութը ևս հասել է համայնքներ այս տարի գյուղվարչության պետի մարզ է ներկրվել կրկնակի ավելի պարտանյութ։ Արժեքը մնացել է նույնը 6000 դրամ մեկ տուփի համար։ Պարտանյութը համայնքացվում է մարզպետարանի միջոցով։ Գրեթե կրկնակի անգամ ավել են ներկրել մարտ ամսին, տարի ներկրել ենք մոտ 1300 տոննա, հիմա արդեն 2500 տոննա ենք ներկրել։ Գյուղատնտեսության աջակցությանը միտված ծրագրերը
նպատակ ունեն բերքի առավելագույն քանակի ստացման ամեն ինչ արվում է, որպեսզի եւ վարելահողերը մշակվեն եւ ապրուստի միջոցներ ստեղծվեն։ Այս գյուղատնտեսական տարին ըստ Մովսես Մանուկյանի Շիրակը լավ է սկսել, եթե տեղումները չդադարեն, ռոռոկման խնդիր էլ չի լինի։ Արմեն Հիմինեսյան, Խաչատուր Գևորգյան այսօր։ Թարգման մարզային լուրը Հայաստանի մինի ֆուտբոլի առաջնության հերթական խաղում Գյումրու համանուն թիմը տոնել է հաղթանակ Հայաստանի ֆուտզալի առաջնության առաջին խաղաշրջանի մրցափուլում Գյումրին ընդունել էր Հրազդան թիմին։ Խաղի ընթացքում գյումրեցիները տոնել են հաղթանակ 15-2 հաշվով։ Թիմի մարզիչ Ստեփան Մկրտչյանի խոսքով այսօր Գյումրին խաղալու է մրցանակային տեղեր զբաղեցնելու համար։ Իսկ ապրիլի 12-ին թիմն իր հարկի տակ կընդունի ժողովրդական տնտեսության թիմին։ Հրազդանը հետնապաների թևին է պատկանում, բայց միշտ մրցակցություն և համառ պայքար է ծավալում յուրաքանչյուր խաղում։ Այսօր ճիշտ է խաղին լարվածություն չկար, թիմը հանգիստ կարողացավ իր խաղը թելադրել, իր կամքը թելադրել և կարողացանք տանել հաղթանակ 15-2։ Այս խաղից հետո նախապատրաստվելու ենք հաջորդ խաղերին, որոնք վճռոց են լինելու արդեն մրցանակային տեղերի համար։ Այսքանը ծանոթացեք նաև մարզային ամփոփագրում տեղ գտած նյութերից, ես հրաժեշտ եմ տալիս մաղթելով հաճելի հանգստյան կիրակի։ Յուրաքանչյուր երամսյակ համաձայն պաշտոնական վիճակագրության Գյումրուց 500 մարդ է հեռանում, բացասական հաշվեկշիռ, սահմանահատումների մուտքերի և ելքերի տարբերություններ։ Այս տենդենսը շարունակվելու դեպքում ինչպես կազդի Գյումրիում տիրող սոցիալ-տնտեսական վիճակի վրա։ 12-ամյա կրթությունը դարձնել պարտադիր, թե ցանկալի, սովորել, աշխատել, թե ընտանիք կազմել, ազգային ժողովում քննարկվող հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը բուռն քննարկումների առարկա։ Երբեմնի հարուստ ավանդույթներ ունեցող արհեստի ու արվեստի քաղաք Գյումրիում հազվադեպ են լսվում վարպետների մուրճերի ձայները, ինչու է արհեստավորի մասնագիտությունը հետին պլան մղվել, տարբերություն, ատաղծագործություն, խեցեգործություն, այլև